հաստատեցման, իսկ քրեական վարույթը կարճման հիմք ընդունելով սահմանադրության 68-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետի, ինչպես նաև 5-րդ կետի կարգավորումները և ստորև ներկայացված հիմնավորումները։ Պարզ ասած, դատավարական հիմքը հետևյալն է, քրեական դատավարության օրենսգիրքը դատավարության հենց այս փուլում, հենց այս գործողության շրջանակներում հնարավորություն են տալիս դատարանին, իսկ դա նշանակում է իրավունք և պարտականություն, երբ որ դատարանը կգնահատի 12-րդ հոդվածի առաջին մասի և 3-րդ և 5-րդ կետերով արգելքի միայն առաջին երկուսին էր վերաբերում, ոչ չէր կարող այս փուլում քրեական հետապնդումը դադարեցնել։ Միևնույն ժամանակ փոփոխված մեղադրանքով գործը նաև չէր կարող խմբել ի սկզբանե, քանի որ քրեական գործը կամ դրա մասը հարուցվելու, վարույթը նախաձեռնելու և մեղադրանք առաջադրելու պահին համապատասխան հանցակազմը եղել է ապաքրեականացված, առնվազն 2009 թվականից, ինչպես նաև քրեական գործի շրջանակներում առնվազն առանձնացված մասի հետ կապված կատարված դատավարական բոլոր գործողությունները եղել են ապօրինի և չեն կարող հիմք հանդիսանալ դատական քննության համար։ Այսինքն երկրորդ հիմքը կայանում է նրանում, որ անկախ ամեն ինչից 2009 թվականից մինչև փոփոխություն հաստատուղթը, իրավական գնահատական պայմանական փոփոխություն, բոլոր դատավարական գործողությունները առնվազն Ռոբերտ Քոչարյանի մասով եղել են ոչ իրավաչափ, որովհետև իրականացվել են մի քրեական օրենսգրքում գոյություն չունեցող քրեական հոդվածով, այսինքն դա բոլոր հետապատժիչների հավաքում, մեղադրանքի առաջադրում, կալանքների քննարկում և ամբողջ գործընթաց։ Հիմա առաջին կետ, քրեական հետապնդման շարունակումը առկա 2025 թվականի նոյեմբերի 21-ի մեղադրանքի շրջանակներում կխախտի սահմանադրությամբ երաշխավորված կրկին չդասվելու իրավունքը, առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որը բացառում է նոր մեղադրանքը և վարույթ։ Այս կետի շրջանակներում հիմնավորումներ ներկայացնելիս սկզբում կներկայացնենք հիմնավորումներ, որ մեղադրանքը բովանդակային չի կարող փոփոխվել դատական ակտ կայացնելուց հետո, այդ թվում նաև, երբ վերադարձ դատարանը բեկանելով որոշումը, գործն ուղարկել է նոր քննության, այնուհետև կներկայացնենք միջազգային համապատասխան ստանդարտի կիրառության պայմանները կրկին դատվելու արգելքի մասին, որը կիրառելի է նաև Հայաստանի Հանրապետության դեպքում Հայաստանի Սահմանադրության 81 հոդվածի կիրառմամբ, այսինքն միջազգային ստանդարտներով սահմանափակումները կամ մեկնաբանումը մեր սահմանադրական իրավունքների պետք է կիրառվի Հայաստանի Հանրապետության մասնակցության միջազգային պայմանագրերի պրակտիկայի լույսի ներքո։ Դրանից հետո քննարկման առարկա կդարձնենք, թե որքանով են նշված պայմանները պահպանվել կոնկրետ գործի շրջանակներում և արդյունքում կհիմնավորենք, որ առկա մեղադրանքի շրջանակներում գործի քննության շարունակությունը կհանդիսանա կրկնակի դատվելու արգելքի խախտում։ Մեղադրանքի փոփոխությունը հնարավոր է բացառապես մինչև արդարացնող դատական ակտի կայացումը։ Դրանից հետո ներառյալ վերանայման վարույթի շրջանակներում մեղադրանքի փոփոխությունը անթույլատրելի է և չի կարող տեղի ունենալ։ Այս մի կետը մի քիչ բան կարող է լինի, բայց Վճռաբեկ դատարանի պրակտիկայի հիման վրա է հիմնված և անկախ նրանից, որ Վճռաբեկ դատելաթույլ պետք է տալ, մենք գտնում ենք, որ նոր մեղադրանք առաջադրվելու հնարավորություն չկա։